Եվ վերջին հարցը նաև այդ։ Պարոն վարչապետ, նախորդային Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև ՀԱՊԿ-ի թեմային, դուք նշեցիք Հայաստանի ակնկալիքը 22 թվականին կոնկրետ իրավիճակում ՀԱՊԿ-ը չկատարելով իր պարտավորությունները չմիջամտեց։ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ իր հերթին պարզաբանեց, որ 22 թվականին թե ինչ էր սխալ միջամտությունը, հետաքրքիր է սրանից դուրս այս թեմայով քննարկում եղել է թե ոչ, խնդրեմ ձեր մեկնաբանությունը ռուսական կողմի արձագանքին եւ արդյոք Հայաստանի մոտ կա փոփոխություն այս պահի մոտեցման մեջ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով։ Գիտեք, իհարկե մենք իմիջիայլոց ասեմ, այս թեման առաջի անգամ չի, որ մենք քննարկում ենք, նախկինում էլ ենք քննարկել, բայց ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն է նա, որ շատ լավ եղել է 21 թիվ, եղել է 22 թիվ, մենք անընդհատ չպետք է այդ կետնի վրա մնանք։ Եվ մեր հարաբերությունները մեծ օրակարգ ունի եւ մեծ պոտենցիալ ունի, եւ մենք պետք է առաջ նայենք, որովհետեւ այո, ամեն մեկը ունի իր ճշմարտությունը այդ հարցերի վերաբերյալ։ Եվ մենք անընդհատ այդ նույն կետի վրա սկսենք քննարկել, ծանրութեթև անել եւ այլն։ Իհարկե դրա անհրաժեշտությունը կար, բայց ես կարծում եմ, որ բավարար չափով արդեն ծանրութեթև ենք արել եւ եկել ենք որոշակի եզրակացությունների հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացությունները իրար հետ։ Հիմա դա իհարկե շարունակեցինք քննարկումը, բայց իմ եզրակացությունն ու առաջարկներն էր, որ եթե հնարավոր լինի, լավ կլինի, որ մենք բավարար չափով քննարկված համարենք թեման եւ անցնենք մեր օրակարգի մյուս թեմաների քննարկմանը եւ այդպես, այսինքն անդադ հետ նայելու այդ ռեժիմում չլինենք։ ՀԱՊԿ-ի մասով դե ես ասել եմ, որ պոզիտիվ առումով, այսինքն վերադարձի առումով փոփոխությունը ակնկալելը իրատեսական չէ։